Իշխանությանը հաջողվեց ձախողել փետրվարի 16-ից 19 Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում նախատեսված եպիսկոպոսատ ժողովը։ Դրա փոխարեն եպիսկոպոսների հավաք կանցկացվի։ Մայրաթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը հայտնել է, որ վեհապարի բացակայության պայմաններում ժողովի կարգավիճակը փոխվել է։ Արտագնաժողովի մեկնարկից 2 օր առաջ դատախազությունը Արման Սարոյանին առնչվող դատական ակտի կատարմանը խանգարելու մեղադրանքով քրեական հետապնդում հարուցեց ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ արգելեց վեհապարի ելքը երկրից։ Նույն մեղադրանքով դատախազությունը 2 շաբաթ առաջ արգելել էր երկրից դուրս գալ նաեւ Մայրաթոռի 6 եպիսկոպոսի եւ 1 քահանայի։ Մայրաթոռի հոգևորականների դեմ տարաբնույթ հարձակումները 2018 թվականից հետո են եղել, տարբեր փուլերում ակտիվացել են եւ այլն, սակայն վերջին շրջափուլը, որը կարծես թե իշխանության շատ ավելի հավաքական հարձակման ժամանակահատվածն է, 25 թվականի հունիսից է արտահայտվել եւ ակնհայտորեն ինչ-որ փուլում պետք է բերել այսպիսի դրսեւորման, ինչը նաեւ կարծում եմ որոշակիորեն կանխատեսելի էր։ Ինչի եղավ հենց այս պահին, կարծում եմ որ բոլորի համար ակնհայտ էր, որ գործողությունները արագացվեցին կապված Վիեննայում նախատեսված այդ հայտնի ժողովի հետ։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ սա իրավական գործընթաց է, չեն թաքցնում սակայն, որ իրենց մտահոգում էր եպիսկոպոսատ ժողովը Հայաստանի սահմաններից դուրս անցկացնելու հանգամանքը։ Խորհրդարանում ԿՊԱ-ականները պարզաբանեցին, թե ինչու է գործ հարուցվել կաթողիկոսի դեմ։ Եթե ձեր հարցեն մասին է, որ ինչու եք փորձում ամեն կերպ խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովը, կամ ձեր իշխանության օրոք Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցում, մեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Եվ եթե կա ուրեմն իրավական process հարուցելու անհրաժեշտություն, այդ իրավական process-ը պետք է հարուցվի անկախ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կարգավիճակից։ Եպիսկոպոսատ ժողովը ինչու է որոշվել կամ ինչու է հենց Հայաստանի Հանրապետությունից դուրս տեղի ունենում, սա էլ է հարց, որը պետք է նաև ուղղեք հենց տվյալ անձին, այլ ոչ թե այստեղ բարձրաձայնի։ Եկեղեցիները չուլան դարձնելու, կուսակրոնության ուխտը խախտելու, օտարերկրյա գործակալ լինելու, Սուրբ Գեղարդը վաճառելու, հայ առաքելական եկեղեցին ուղղափառ եկեղեցուն ձուլելու եւ կաթողիկոսությունը տեղափոխելու մեղադրանքներին եւս մեկն է ավելացել։ Ռուսական դոժդ հեռուստաալիքին տված հերավար հարցազրույցում խորհրդանի խոսնակը առանց անուն տալու բարձրաստիճան հոգևորականներին մանկապղծության համար է մեղադրել։ Человек, который занимает высокую позицию в церкви, он педофил. Ազգային ժողովի նախագահի այս հայտարարությանը պետք է իրավական ընթացք տրվի, ասում է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ես մի քիչ դժվարանում եմ ասել, թե որն է ճիշտ ճանապարհը այստեղ դատախազություն դիմելն է, դատական հայցաններով անցնել, թե ինչպես գնալ է, դրա ավելի շատ նեղ մասնագետները կասեն, թե որն է ճանապարհը, բայց ակնհայտ է, որ սա հենց այնպես օդում չպետք է մնա եւ սրա հետ կապված պետք է իրավական գործընթաց լինի։ Օրեր առաջ էլ վարչապետը կոնկրետ մեղադրանք հնչեցրեց կաթողիկոսությունն ու էջմիածնի գանձերը Հայաստանից հանելու մասին։ Թռնեն վերև իջնեն ներքև չի լինելու։ Ես դա թույլ չեմ տալու։ Շատ կոշտ հակազդեցություն է լինելու։ Լրագրողները ԿՊԱ-ական падգամավորներից հետաքրքրվում են էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելու վերաբերյալ փաստեր իշխանությունն ունի կամ քրեական վարույթ կա։ Կան հիմնավորումներ, այն էլ ինչ հիմնավորումներ կան, եւ դրա մասին պատեհ պահին բոլորդ կիմանաք, հատկապես վարչապետի արած որևէ հայտարարություն չի կարող իր տակ չունենալ հիմնավորումներ։ Ըստ ԿՊԱ-ականների կաթողիկոսն ու նրա շուրջ հավաքված մի խումբ հոգևորականներ պետական անվտանգության խնդիր են ներկայացնում եւ անհրաժեշտություն կա, որ իրավապահները միջոցառումներ ձեռնարկեն այդ ուղղությամբ։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։